Զարե Սինանյանը գշփոթե pedagogiություն եւ ռեժիմ։ Մենք pedagogiությունը գբաշխանենք եւ Փաշինյանի ռեժիմը գտադաբարդենք։ Ասիկա ինքը շատ լավ գիտե, բայց նորեն գուզե ինքը խապել ժողովրդին եւ գուզե ցույց տալ, որ դաշնակցությունը չի համագործակցեր pedagogiության հետ։ Ինչ որ սխալ է pedagogiության սկզբունքը մեզ համար սրբություն է, որովհետև ռեժիմները գանցնին գուկան գանցնին, բայց pedagogiությունը կմնա եւ մեզ համար իսկապես հիմնական սկզբունք է, որ մենք դաշնակցությունը եւ ընդհանրապես փյուշկը պետք է ամուր գանքնի pedagogiության շուրջ։ Չեմ հասկանում ինքը ինչու գզարմանա, որ մենք չենք համագործակցի ռեժիմի հետ, որովհետև մենք չենք գրնար համաձայնվել ռեժիմի որոշումներու հետ, Փաշինյանի որոշումներու հետ, քանի մը օրինակներ տանք։ Երբ որ Փաշինյանը ինքը ուրեմն հարթականի դա գտնե Զվիցերիո մեջ ցեղասպանության իրականությունը, մենք ստիպված ենք դադարել, համաձայն չենք։ Մեզի համար այսինքն միայն թուրքական ռեժիմները, կառավարությունները հարցականի դակ դրած են հայկական ցեղասպանությունը։ Մենք կպաշտպանենք եւ ընդհանրակը կշարունակենք աշխատանքը միջազգային ճանաչման համար։ Երբ որ Փաշինյանը ինքը կհայտարարե 2022-ին ի վեր, որ Արցախը մաս կգազմի Ադրբեջանին, ոչ միայն մենք համաձայն չենք, բայց պայքարած ենք, որպեսզի հայկական Արցախը ճանաչվի միջազգայինորեն։ Ինքը կնկատի, որ Արցախը մաս կգազմի Ադրբեջանին, մենք կնկատենք, որ հայկական հող է եւ հայության կպատկանի։ Երբ որ ինքը գմերժե պաշտպանել եւ բանակցիլ, որպեսզի ռազմակերիները ազատ արձակվին, մենք միջազգայինորեն այդ աշխատանքը կդանենք, մեզ համար շատ կարևոր է առաջնահերթությունն է ինքը ուրեմն լուր է այս հարցի շուրջ, ինչպես աշխատենք միասին, ինչպես համաձայնվենք, եւ որ ինքը կհայտարարի, որ Ադրբեջանի դեմ քրեական ուրեմն հարցերը պետք է ետ քաշենք ուրեմն միջազգային դատարաններեն, մենք ընդհանրապես կգսենք, որ պետք է շարունակենք այդ աշխատանքները դատարաններու մոտ։ Երբ որ ինքը հաստատի Հայաստանի մեջ ոստիկանական ուրեմն բեդությունը, մենք կպաշտպանենք ժողովրդավարությունը եւ ազատությունները, երբ որ ինքը եկեղեցի դեմ այդ արշավը կդանի, պայքարը կդանի, մենք կպաշտպանենք եկեղեցին։ Ինչպես կգնանք համագործակցի, դեռ չկա այսօր, որովհետեւ բոլորովին դարբեր ուղություններ արած ենք ինքը եւ մենք։ Հարաբես փյուրքը եկեղեցի գողքին է։ Սփյուռքը գասկած չկա եկեղեցի գողքին է։ Ուրեմն սփյուռքը չընդունիր, որ այսպիսի պայքար դարվի եկեղեցի դեմ։ Եկեղեցին մեզ համար շատ կարևոր դարմն է պատմական եւ ասկային ուրեմն ինստիտուտ մնե, որ ընդհանրակը պետք է պաշտպանենք եւ եկեղեցին գապ պետք չունենա, պետք չէ ունենա սահմանադրական կետնի վրա, ուրեմն արդեն դարբերությունը կա պետության եւ եկեղեցի միջեւ անգախ ինստիտուտ է ինքը Փաշինյանը գուզե եկեղեցին իր ցերկի դագլա գուզե որ ինքը նշանակե կաթողիկոսը գուզե որ իսկապես ինչ որ փորձեցին սփյուռքի համար Միչայելոց ինչու այնքան խիստ է Զարե Սինանյանի սփյուռքի թեմը որովհետեւ իրենք փորձեցին սփյուռքը ուրեմն իրենց ցերկի դակ տնել ամեն դեր ցախողեցան դեր մտչիգա որ իրենք հաջողեցան սփյուռքը իրենց կրբանը տնել չեղավ ասիկա չհաջողվեցավ ուրեմն այսօր եկեղեցի դեմ այդ բայկարը գտանե որովհետև ինքը գիտե որ շատ վատ վիճակի մեջ է ուրեմն ընդրություններու հարցով եւ գուզե ոչնչացնել այդ բոլոր դարերը որ իրեն հետ համաձայն չեն անորամար ինքը պատրաստ է զոհել եկեղեցին բայց սենք ցեզի որ սփյուռքի մեջ ճախճախիչ մեծամասնությունը եկեղեցի գողքին է եւ այսօր շուրջ գասկած չկա
ես համոզված եմ, որ Փաշինյանը պիտի գործընծնի, գրնա գործընծնել ընդրությունները, անորամար իրեն ինքը ուրեմն գլանավորե անձնավորություններ, գլանավորե բադասխանադուներ, գլանավորե քաղաքական կորզիչներ, բարերարներ, այդ բոլոր դարերը, որ իրեն թեմեն գործե դգարացնել։ Հիմա ինտիմությունը ինքը պետք է գազմագերվի, որբեսի կարողանա վիճակը ստեղծել, որբեսի Փաշինյանը բարդովի եւ ինտիմությունը հաղթե այդ ընդրություններու արիտով։ Եվ եթե ինտիմությունը ուրեմն գազմագերվի լայն կոալիցիաներով, վստահ եմ, որ կհաղթի, վստահ եմ, որ Հայաստանը նոր ուղիով ուրեմն գմտնի նոր ժամանակներու մեջ ավելի պայլուն, ավելի արժանապատիվ եւ ավելի լուրջ ցևով սփյուռքի հետ համագործակցությունը գվերսկսի, որովհետեւ մենք պետք է որ նաեւ քաղաքականորեն նոր համացայնություն, նոր համերաշխություն պետք է որ հայ ասկը վերակտնե իր մեգությունը ինքը այդ քանի դարիներու ընթացքին բաժանեց դգարացուց հայկական գողմը սև ու սպիտակները դրսի եւ ներսի հայերը արցախցիները եւ հայաստանցիները էլիտան եւ ժողովուրդը բոլորովին այսինքն բաժնեց եւ դգարացուց մենք պետք ունենք կառավարությունը որ գոզորացնի երկիրը որ գոզորացնի ասկը եւ նոր աբակա այսինքն ներկայացնի հայ ժողովրդին հայ ասկին եւ սփյուռքին ասիկա շատ կարեւոր է հիմնական ուրեմն սկզբունք մնե որ մենք պետք է վաղը երթանք եւ Փաշինյանը բարդովի ընդրություններուն ժողովրդավարական ցևով անշուշտ ուրիշ ցև չկա ժողովրդավարական ցևով պետք է որ ժողովուրդը արտնա դեսնեւ ուժ գտանի Փաշինյանի երկիրը եւ ես վստահություն ունիմ Հայաստանի ժողովրդի վրա որ այդ ուրեմն գաստոնա եւ ճիշտ որոշումը կառնի քանի մտարի է իվեր որ գրկնեմ որ ինքը գուզեն իրենց սփյուռքը գազմել իրենց ցերգիտակ սփյուռքը որ սփյուռքը լար իրենց քրբանի մեջ բայց իրենք խանգարած են սփյուռքի աշխատանքները եւ երբ որ սփյուռքը գշարունակի պաշտպանել ցեղասպանության ճանաչումը եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը ինքը հարցականի դա գտնե մեր կորձընկերները սփյուռքի մեջ չեն հասկանար այսինքն գարավարությունները խորհրդարանները այդ բոլոր անձնավորությունները որ մեր կողքին են եւ մեր կողքին պաշտպանեցին ցեղասպանության ճանաչումը գործված են այսօր ինչպես կարելի է Հայաստանի վարչապետը հարցականի դակ տնել ցեղասպանությունը հայկական երբ որ Արցախի հարցը երբ որ մենք աշխատած ենք որպեսզի ճանաչվի Արցախի անկախ պետությունը եւ որ այսօր մենք կաշխատենք որպեսզի միջազգայինորեն ճանաչվի ուրեմն վերադարձի իրավունքը եւ երբ որ ինքը Փաշինյանը հայտարարե որ Արցախը հայերուն չի պատկանի Ադրբեջանին կպատկանի մեր կողմերները նույնպես շվարած են ուրեմն այդպիսի գարկը հագասություններ կան որ մեր բայկարները ինքը գործե ոչնչացնել որովհետեւ ինքը համացանված է Ադրբեջանի հետ եւ Թուրքիո հետ եւ գիտեք ինչ ինքը իրեն գուզեն կանոնավորել Թուրքիո հետ հարաբերությունները անշուշտ որ պետք է կանոնավորել անշուշտ որ մենք համացանենք որ խաղաղ ցևով այսինքն լուծենք ուրեմն հարցը եւ մեր թուրացիներու հետ կարողանանք ստեղծել այդպիսի վիճակ որ խաղաղ ապրենք բայց ինքը այսինքն ամեն ինչը գզիչե Պարակցություն չկա եւ իր բոլոր այդ միջազգային գործընկերները որուն հետ աշխատած ենք իրենց համոզեց որ այսինքն զիջումը միակ ծևն է միակ գարելիությունն է ինչ որ բոլորովին սխալ է իրականության մեջ ինքը գտնի Հայաստանը ձունգի եւ գուզե տնել հայ ժողովուրդը ձունգի Թուրքիո հետ եւ Թուրքիո եւ Ադրբեջանի արչեւ Եվ եթե վաղը իր
իր ծևո այդպես երևակայած, այսինքն կանոնավորումը դեղի ունենա, կնշանակե որ քանի ամիսեն կամ քանի տարի են Հայաստանը իսկապես եւ չեմ չափազանցեր, իսկապես աշխատած ենք այս դարբերակի վրա, Հայաստանը գտարնա Թուրքիա։ Թուրքիան եւ Ադրբեջանը դնդեսապես գիշխեն Հայաստանի վրա եւ Հայաստանի ժողովուրդը դժբախտաբար պիտի աշխատի թուրքական ընկերություններու համար կամ ադրբեջանական ընկերություններու համար։ Առաջ կպետք է առնել, կարելի է նոր ուղի բռնել, կարելի է եթե Փաշինյանը չի վերընտրվի եւ ասիկա Հայաստանի եւ հայ ժողովրդի ապակային համար շատ կարեւոր է որ Փաշինյանը չի վերընտրվի եւ գոչ կանենք բոլորին որբեսի աչքերը բանան եւ ստեղծեն ժողովրդավարական պայմանները որբեսի ինքը չի վերընտրվի